Հայաստանի քարտեզ նախընտրական բրոշով Փաշինյանը Կրեմլ է մտնում։ Պուտինի հետ առանց գրկախառնության պրոտոկոլային ձեռքսեղմումը հուշում է հեշտ քննարկում չի սպասվում։ Շնորհակալություն, որ եկաք, ասում է Պուտինը ու միանգամից բացում Հայաստանի ներքաղաքական կյանքի թեման։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում թափ են հավաքում ներքաղաքական գործընթացները, մոտենում են ընտրությունները։ Սակայն կուզեի, որպեսզի այդ ներքաղաքական գործընթացները, որոնք միշտ սրվում են նախընտրական ցանկացած արշավի ընթացքում, որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Թե ինչ նկատի ունի Պուտինը կմանամասնի գուցե փակ դռների հետևում։ Հանդիպման բաց մասում նա հրապարակում է հայ-ռուսական առևտրաշրջանառության աճող թվերը։ Что касается экономики, то она развивается хорошими темпами. Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով։ Անցած տարի առևտրաշրջանառությունը եղել է մոտ 11 միլիարդ դոլար, իսկ դրանից առաջ 2025 թվականին 6.4 միլիարդ։ Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ օրինակ հարևան երկրի Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է մոտ 4-ից 5 միլիարդ։ Ռուսաստանի նախագահի հաջորդ հայտարարությունը Փաշինյանին ստիպում է բռունցքն ամուր սեղմել, չթաքցնելով էմոցիաները։ Идет дискуссия о развитии отношений с Евросоюзом. Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկվում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցը։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ։ Հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր փորձում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Բայց Եվի քաղաքականությունը այստեղ չի աշխատի, ուղիղ հայտարարում է Պուտինը։ Нахождение в таможенном союзе с Евросоюзом. Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային համակարգերում միաժամանակ գտնվելը անհնար է։ Դա պարզապես անհնար է, ըստ կարգի, եւ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական։ Այսպես է արձագանքում Փաշինյանը։ Что касается Европейского Союза, конечно же. Ինչ վերաբերում է Եվրամիությանը, իհարկե, մենք գիտենք, որ երկու միավորումներին անդամակցությունը համատեղելի չէ, սակայն այնինչ մենք այժմ անում ենք, մեր օրակարգը այս պահին համատեղելի է։ Սա փաստ է եւ քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այդ ուղղությունները, մենք դա կանենք։ По крайней мере, на данный Իսկ երբ գործողությունները հասնեն այն կետին, երբ անհրաժեշտ լինի որոշում կայացնել, վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կընդունեն այդ որոշումը։ Եվրոպայի հետ Հայաստանի ապագային Պուտինն ասում է դեմ չէ, Հայաստանի որոշելիքն է, բայց հիշեցնում է էներգետիկ անվտանգության մասին։ Вы знаете, цены на энергоносители, цены на газ, скажем, в Европе. Այսօր դուք գիտեք, որ Եվրոպայում գազի գինը հասնում է մոտ $600, 1000 խորանարդ մետրի համար։ Россия продает Մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին վաճառում է $177.5 долларов за 1000 кубов. Разница большая. Էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին է խոսում Փաշինյանը։ подобного, вы знаете, что мы с Российской Федерацией обсуждаем еще и вопрос строительства новой атомной энергостанции. Դուք գիտեք, որ Ռուսաստանի հետ քննարկում ենք նաև նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Мы не скрываем, что эти вопросы мы обсуждаем. Սակայն այս հարցերում մենք լիովին թափանցիկ ենք, որովհետև չենք թաքցնում, որ այդ հարցը քննարկում ենք ոչ միայն ռուսական, այլև ուրիշ գործընկերների հետ, քանի որ փնտրում ենք Հայաստանի համար առավել շահավետ տարբերակ։ Գրեթե 5 րոպե խոսելուց հետո անվտանգային հարցերին է անդրադառնում Ռուսաստանի նախագահը։ Все, что связано с Карабахом. Ամեն ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Պուտինը Փաշինյանին 2022-ի հոկտեմբերին Պրահայում ստորագրած հայտարարությունն է հիշեցնում։ Мы знаем, что и у вас, и у ваших коллег возникали и до сих пор возникают вопросы. Մենք գիտենք, որ ձեր եւ ձեր գործընկերների մոտ եղել են եւ դեռ կան հարցեր հապկի վերաբերյալ, բայց կարծում եմ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք 2022 թվականին Պրահայում ճանաչեցիք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ այդ գործընթացը վերածվեց Ադրբեջանի ներքին հարցի, հապկի միջամտությունը այդ գործընթացին լիովին անհամապատասխան դարձավ։ Փաշինյանն ասում է, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց առաջ նմանատիպ հայտարարություններ Ռուսաստանում էլ էին հնչում։ Да, мы признали Карабах в составе. Այո, մենք ճանաչել ենք այն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը դա հրապարակայնորեն հայտարարել է։ Մենք երբեք չենք թաքցրել նաև մեր խնդիրները հապկի հետ, քանի որ 2022 թվականին կոնկրետ իրավիճակ կար եւ մեր կարծիքով հապկի մեխանիզմները պետք է գործեին, սակայն չգործեցին։ Սա իհարկե հանգեցրեց ներկայիս իրավիճակին։ Այժմ մենք չենք մասնակցում հապկի աշխատանքներին, քանի որ չենք կարողանում մեր հասարակությանը բացատրել, թե ինչու կազմակերպությունը չարձագանքեց իր
իր ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Վերջում Պուտինը վերադառնում է Հայաստանի նախընտրական գործընթացներին, առանց անուններ տալու խոսում Հայաստանում Ռուսաստանի ընկերների մասին։ Армении очень много друзей, очень много. Շատ ընկերներ ունենք Հայաստանում։ Կան նաև քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ են։ Անկեղծ ասեմ, մենք կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը կարողանան մասնակցել քաղաքական գործընթացներին, այդ թվում ընտրություններին։ Գիտեմ, որ ոմանք կալանավորված են ունենալով ռուսական քաղաքացիություն։ Դա ձեր որոշումն է։ Մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք բոլոր հնարավորությունները ունենային մասնակցելու ներքաղաքական գործընթացներին։ Արձագանքելիս Փաշինյանը նույնպես առանց անուններ տալու է խոսում։ У нас предстоят парламентские выборы, это выборы. Առաջիկայում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք ըստ էության նաև վարչապետի ընտրություններ են։ Այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, այսինքն ռուսական քաղաքացիություն ունեցող անձինք ըստ սահմանադրության չեն կարող լինել падգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Այս առումով որևէ սահմանափակում չկա։ Գրեթե 25 րոպե լարված զրույցից հետո Պուտինն ու Փաշինյանը բանակցությունները շարունակում են փակ դռների հետևում։ Республики Армения, они не могут быть ни Ալբերտ Սերոբյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ ни кандидатами в премьер-министра.